Պարոն Տեր-Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մի քանի թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ, որ թեմայից կսկսեք, այսպես իրականում ոնց որ ամփոփում ենք շաբաթը։ Այո, շնորհակալություն հարգելի Մարիամ, թերևս սկսեմ հետևյալ թեմայից, երբ ուրեմն կրթությունը նորաձև է շարժման, այսպես հա, գլխավոր հերոսուհին անցած շաբաթ, ուրեմն թե այս շաբաթ էր, երբ հրավիրել էր Մամլո Ասուլիս։ Հավանաբար, երբ ասում էր կրթությունը նորաձև է եւ սովորեցնում էր մարդկանց, որ պետք է կրթվենք եւ հարստանանք, ուրեմն դրա ջատագովն էր նաև ուրեմն Աբգարի հայրը, ցավոք սրտի, հա, հերոսի հայրը Գեգամ Նազարյանը։ Ես չգիտեմ իրենք ինչպես են քնում եւ արթնանում, ես չգիտեմ իրենք ինչ են մտածում, ես անկեղծ եմ ասում, չեմ կարող էլի պատկերացնել նույնիսկ ամենավատ ձևով ինչ է տեղի ունենում իրենց ուղեղի մեջ, բայց թերևս անդրադառնամ ուրեմն նախ տիկնոջ մի երկու հայտարարության։ Ուրեմն տեսեք, երբ նրան հարցրեցին Սոնա Մնացականյանի սպանության հետ կապված անմիջապես դարձավ ագրեսիվ եւ ասեց ես չեմ պատասխանելու այդ հարցին, դա իմ իրավասությունը չի։ Հիմա լսիր այ աղջիկ, բա այդ որ հավաքել է իր մի 2-3 տարի առաջ ծնողներին զոհված եւ անամոթաբար կանգնեցիր եւ հայտարարեցիր, որ մենք 11000 դասալիք ենք ունեցել, սա քո իրավասության մեջ էր մտնում։ Այդ դու գերշտաբի պետ էիր, պաշտպանության նախարար էիր, պաշտպանության նախարարության խոսնակ էիր, ես չգիտեմ դու ինչ ռազմական ոլորտի պաշտոն էիր զբաղեցնում, թե դու հանձնաժողովի նախագահ էր 44 օրյա, որ դու նման հայտարարություն էիր անում։ Փաստորեն քո իրավասության մեջ մտնում է հայրին ստորացնելը, քո իրավասության մեջ մտնում է այս ձեր տարած ոճիրը ձեր վրայից գցել, հա, այսպես անդադ պատրվակ գտնել։ Բայց ահա երբ հարց է ուղղվում քո պարտնյորի հետ կապված, այտենց էլ չհասկացանք, հա, պարտնյորը տեր ինչը տեր ամեն դեպքում դու հրաժարվում ես դա պատասխանելուց։ Երկրորդը սպառնում ես լրագրողներին, քո գոլեգաներին, ասում ես հետևյալը, թե իմ սահմանադրական իրավունքները խախտում եք, ես ձեզ դատի կտամ, չգիտեմ, այնտեղ վախեցնում ես իմ իրավաբանական, չգիտեմ, փաստաբանների խումբը, դու արդեն նույնիսկ փաստաբանների խումբ ունես, հա, իսկ մի քանի շաբաթ առաջ ասում ես, որ ոչինչ չունես եւ գնում ես ուրեմն վարչապետի առանձնատնից, չգիտեմ, թողնելով այնտեղ, հա, չգիտեմ, գումարներ, ոսկեղեն եւ այլն։ Բա հիմա մի հատ հարց եմ քեզ տալիս, երբ ամիսներ առաջ դու հոգեվորականներին գրում էիր մանկապիղծ, դու ինչ իրավունքով էիր դա գրում։ Այդ որ իրավունքով էր, քեզով էր այդ իրավունքը տվել, որ դու հոգեվորականին ասեիր մանկապիղծ։ Բա դու չտրորեցիր այն սահմանադրական իրավունքը։ Երբ որ դու մյուսներին անվանում էիր ոչիլ, երբ որ դու ծաղրում էիր զոհվածի ծնողներին, սպառնում էիր իրենց, թե կտեսնեք, բա դու չէիր մտածում, որ դու ոտնահարում էիր այլոց իրավունքները, թե ձեզ ամեն ինչ կարելի է։ Դուք իրավունք ունեք եւ սահմանադրություն, եւ միջազգային օրենքներ, ամեն ինչ տրորելու, հա։ Այսինչ մի հատ լավ բանի եք էլի հասել, այսպես տիտղոսի, դարձել եք երևի այն բան էլի, սուլթանից էլ ավելի լկտի, որ ձեզ ինչ ուզեք կարող եք թույլ տալ եւ ցինիկաբար ժպտալ։ Դե ձեր նմաններն են, չէ՞։ Բա հիմա երբ որ Գեգամ Նազարյանի նման ինչ որ մեկը, այն էլ էլի քո գոլեգային Անի Գրիգորյանին նման վիրավորանք է ասում։ Այո, անբարոյական։ Մի հատ հայհոյում է, մի հատ էլ սպառնում է, որ օգոստոսի 2-ին դատի կտա։ Բա հիմա դու ինչ որ բան ունես ասելու, անի չկա։ Դու ինչ որ բան չունես ասելու, բա երբ որ դուք օր ու գիշեր ցանկացած տեղ, ցանկացած պահի, դու եկեղեցում նույնիսկ անչափած երեխա իրավունքները ոտնահարեցիք դպրոցական։ Բա ձեզ դա կարելի է։ Իսկ դու Գեգամ Նազարյան, այդ որ ոչ թե դու քո դեմքը պատրել ես, դու երևի միշտ այդպես ես եղել, շատ ցավալի է ասել, սարսափելի ցավալի է ասել, երբ որ քո նմանը օգտվեց այս պատերազմից, ինչպես եւ մյուսները, եւ իրենք պաշտոն ձեռք բերեցին եւ հղպացան, եւ փողը ոչ թե կուրացրեց նրանց, այլ փողը եւ լափը եղել է նրանց իդեալը։ Ես շատ ցավում եմ, սարսափելի ցավում եմ, որ տղաները զոհվեցին եւ ճակատում էին, մի վարքյան անգամ չկասկածելով, որ մենք թիկունք ենք պահում, բայց նույնիսկ իրենց մտքով չէր անցնում, որ այդ թիկունք վաճառողները հենց իրենց տանից պետք է լինեն։ Ես անկեղծ եմ ասում, չեմ կարող հիմա ամոթանքի այնպիսի բառ գտնել, որպեսզի ասեմ այդ մարդուն, բայց թող բոլորը անընդհատ դնեն եւ նա հիշի, ինչպես էր ընդամենը պատերազմից հետո առավոտից երեկո գոռում, որ Նիկոլը խլեց ինձանից իմ Աբգարին։ Իսկ հիմա դու տրորելով եւ պղծելով այդ ամենը եւ քո ասածը քո Նիկոլի նման, որ առավոտյան ուրիշ բան եք ասում, կեսօրին ուրիշ, երեկոյան ուրիշ, ձեր երազի մեջ ուրիշ բան, հաջորդ օրը ձեր ասածները հերքում եք։ Դա սարսափելի է, իրոք սարսափելի է, եւ դու քեզ թույլ ես տալիս ուրեմն կնոջ ասելու անբարոյական, հայհոյելու եւ ասելու կդատեմ օգոստոսի 2-ից հետո։ Եթե դու այդքան ճիշտ ես, եթե դու գտնում ես, որ դու իրավական
բան, հա, օրենքի շրջանակում ես գործում։ Հիմա ինչու դատի չես տալիս։ Էդի չեք պայմանավորվել ձեր սիրելի թուրքերի հետ, որ բոլորդ սպասում եք նրան, որպեսզի մեզ հայորդիներիս օգոստոսի 2-ից հետո սկսեք դատի տալ։ Ձեզ թվում է, որ դուք հաղթելու եք ընտրություններում, ոչ, որքան էլ որ կեղծեք, դա ձեզ չի ստացվելու։